Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 7։ Արդ եթե մխիթարություն կա Քրիստոսով, եթե սերիս փոփություն, եթե հոգու հաղորդություն, եթե գթածություն և ողորմություն, ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով, միաշունչ միևնույնը խորհեք։ Փիլիպպեցիս 2:1-2 խոսքեր։ Մեր առջև կանգնած է մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը, և մենք պետք է ընդօրինակենք նրան իր կյանքում, եթե ցանկանում ենք քաղել նրա մահվան պտուղները։ Դիտարկենք Քրիստոսի երկու բնույթները՝ նրա աստվածային բնույթը և նրա մարդկային բնույթը։ Այսպիսով, աստվածային բնույթը, լինելով Աստծո պատկերով, ունենալով աստվածային էություն, որպես Աստծո հավիտենական և միածին որդի, նա կողոպուտ չէր համարում Աստծուն հավասար լինելը և մարդկանցից աստվածային երկրպագություն ստանալը։ Մարդկության բնույթը, դրանով նա դարձավ մեզ նման ամեն ինչում բացի մեղքից։ Այսպիսով, իր ազատ կամքով նա խոնարհեցրեց իրեն, հրաժարվելով այն փառքից, որն ուներ հոր մոտ աշխարհի ստեղծումից առաջ, և այսպիսով Քրիստոսի երկու վիճակներն էին՝ խոնարհություն և վեհացում։ Քրիստոսն իր վրա վերցրեց ոչ միայն մարդու կերպարանքն ու նմանությունը, այլև մարդ խոնարհ վիճակում, որը փառքով չէր դրսևորվում։ Սակայն ամենացածր կետը նրա մահն էր խաչի վրա, հանցագործի մահը, որը ենթարկվեց հանրային ատելության և արհամարհանքի։ Վեհացումը վերաբերում էր Քրիստոսի մարդկային բնությանը աստվածայինի հետ միության մեջ։ Տեր Հիսուսի անվան առջև ոչ թե պարզապես այդ բառի հնչյունի, այլ Տեր Հիսուսի իշխանության առաջ բոլորը պետք է հանդիսավոր երկրպագություն մատուցեն։ Փառք Աստծուն մեր Հորը, որ մենք խոստովանում ենք Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ, քանզի նրա կամքն է, որ բոլոր մարդիկ պատվեն որդուն, ինչպես պատվում են հորը։ Հովհաննես 5:23 խոսք։ Նրանում մենք տեսնում ենք անձնուրաց սիրո շարժառիթներ, որոնք ուրիշ ոչինչ չի կարող ապահովել։ Իսկ մենք արդյոք սիրում և հնազանդվում ենք Աստծո որդուն։